Swan Lake գարեջրատուն։ Այստեղ սիրում են գարեջուրը։ Նրա համար նվագում են քաղաքի ամենահետաքրքիր երաժիշտները, աշխատում է լավագույն խոհարարը, կահույքն ու միջավայրն ընտրել են ամենահեղինակավոր դիզայներները։ Swan Lake գարեջրատուն, որտեղ գարեջուրը ապրում է։ Հասցե Տերյան Սայաթնովա Խաչմերուկ, Կարապիլիչ, Ժամանցի համալիր։ Հեռախոս 096 35 10 00։ Քաղաքակրթությունից քաղաքականություն։ Երևանի պետական համալսարանի քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի եւ լրատվական ռադիոյի համատեղ ծրագիր։ Երեքշաբթի 14:20, չորեքշաբթի 9:35։ Ողջույն հարգելի ունկնդիրներ եւ ռադիոդիտողներ, լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում քաղաքակրթությունից քաղաքականություն հաղորդաշարը։ Տաղավարում աշխատում եմ ես Հայկուհի Մինասյանը, իսկ հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն է։ Ողջույն պարոն Ոսկանյան։ Բարև ձեզ։ Հարգելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք կովկասյան պարսիկների մասին, թաթերի մասին։ Նախնական զրույցում պարոն Ոսկանյանը պատմեց, որ փաստորեն թաթերը 3 մասի են բաժանում՝ հրեա թաթեր, հայ թաթեր եւ մահմեդական թաթեր։ Կարծում եմ կհետաքրքրի շատերին եւ այսպես պարոն Ոսկանյան, ինչպես հայտնվեցին այսպես պարսիկները մեր տարածաշրջանում։ Ընդհանուր առմամբ նշեմ, որ այդ բաժանումը պայմանական բաժանում է, որը ընդունված էր 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի գիտական շրջանակներում, բայց այդ բաժանման մեջ մենք պետք է մտցնենք ավելի մեծ հստակություն, այսինքն խոսքը պետք է գնա իրականում թաթերի մասին, որոնք հենց մահմեդականներն են, կամ կովկասյան պարսիկների մասին, որոնք մահմեդականներն են, խոսքը պետք է գնա լեռնային հրեաների մասին, որոնք հրեաներ են, Կովկասում բնակվող հրեաներ են, եւ խոսքը պետք է գնա պարսկալեզու կամ թաթախոս հայերի մասին, որոնք փաստացիորեն խոսում են, այս 3 խմբերն էլ խոսում են միևնույն լեզվի տարբեր բարբառներով, բայց էթնիկական ինքնության առմամբ տարբեր հանրույթներ են։ Փաստորեն լեզուն է, այսպես ասեմ, միավորում այս։ Այո, լեզուն է միավորում եւ այդ լեզվական պատկանելության վրա էլ ժամանակին կատարվել է այդ նշված դասակարգումը, որը էթնիկական ինքնության չափորոշիչներին շատ դեպքերում չի կարող համապատասխանել, ինչու, որովհետեւ դեպքեր կան, երբ լեզվական ինքնությունը համընկնում է էթնիկական ինքնության հետ, բայց կան դեպքեր էլ, երբ լեզվական ինքնությունը բոլորովին կապ չունի կամ բոլորովին չի նշանակում տվյալ հանրույթի պատկանելությունը, ցույց չի տալիս տվյալ հանրույթի պատկանելությունը այդ լեզվով խոսող այլ հանրույթների թվին։ Այս տեսանկյունից եթե մենք անդրադառնալու լինենք կովկասյան պարսիկներին, ապա գործ ունենք մի ժողովրդի հետ, որը բնակվում է արևելյան այսր Կովկասում, պատմական Շիրվանի տարածքներում, ընդ որում թե լեռնային Շիրվանի, թե Աբշերոնյան թերակղզու տարածքներում եւ այդ պատմական տարածման իրենց արեալում թաթերը կամ կովկասյան պարսիկները փաստացիորեն հանդիսանում են տեղաբնիկ ժողովուրդ։ Տեղաբնիկ ժողովուրդ, որը լրջագույն դերակատարություն է ունեցել այդ տարածաշրջանի պատմության ասպարեզում եւ մշակույթի ու քաղաքակրթության կոթողների ստեղծման, դրանց տարածման ասպարեզում։ Մասնավորապես մենք պետք է խոսենք պարսկալեզու այնպիսի խոշոր կենտրոնի մասին, ինչպիսին Շամախին է եղել պատմական Շամախի քաղաքը, որտեղ միջնադարում եղել է պարսկալեզու գրականության կարևորագույն կենտրոններից մեկը։ Ամենահայտնի ներկայացուցիչը այսօր այսպես կոչված ադրբեջանցի միջնադարյան բանաստեղծ հռչակված Խաղանի Շիրվանին է, որը ոչ միայն մեկ տող անգամ չունի գրված ժամանակակից ադրբեջաներենի նախնի հանդիսացող թյուրքի լեզվով, կամ ավելի հասկանալի, եթե ասելու լինենք մեր ունկնդիրների համար թուրքերենով, որևէ տող չունի գրված, այլ նաև իր բանաստեղծական տարբեր պատառիկներում այնքան էլ դրական չի արտահայտվում տարածաշրջան մոտ գործած եւ այստեղ իրենց գերիշխանությունը հաստատած թյուրքական զանազան ցեղերի, զանազան իշխանական տոհմերի վերաբերյալ։ Շնորհակալություն, այժմ փորձենք հասկանալ ինչպես ստացվեց, որ այս հրեաները սկսեցին խոսել, ինչպես հայերը սկսեցին խոսել այս լեզվով։ Եվ ինչ ինքնագիտակցություն ունեն սրանցից յուրաքանչյուրը։ Հետաքրքիր հարց է, ես արդեն նշեցի, որ Շիրվանի տարածաշրջանում պարսկերենը ունեցել է խոշորագույն դերակատարություն, պարսկալեզվությունը բնականաբար այստեղ հաստատված հատկապես Շիրվան շահերի արքայատոհմի
ժամանակաշրջանում արքայատոհմը ինքը ուներ արաբական ծագում, արաբներ էին, որոնք հաստատվել են Արևելյան այսօր Կովկասի տարածքներում եւ հետագայում դինաստիան արքայատոհմը իրանականացվել էր, պարսկալեզու էր դարձել եւ ձեռք էր բերել պարսկական իրանական ինքնագիտակցություն։ Այս առումով պարսկերենը լինելով Շիրվանշահերի պալատական լեզուն ստանում է պրեստիժայնության ամենաբարձր աստիճանը, հետեւաբար դրա հետևանքով տեղի բնակչությունը նույնպես բնակչություն, որը բաղկացած էր թե հայերից, թե կովկասալեզու տարբեր էթնիկական խմբերից, թե կային այստեղ արաբներ, որոնք եկել էին միջնադարում մահմեդական նվաճումների հետևանքով եւ հաստատվել են այս տարածաշրջանում, եւ այլ էթնիկական խմբեր անցում են կատարում պարսկերենի որպես պրեստիժային լեզվի, որպեսզի ավելի հասկանալի լինի մոտավոր տիպաբանական օրինակ կարելի է բերել ոչ վաղ անցյալից, երբ Խորհրդային Միությունում ռուսերենը դիտարկվում էր որպես պրեստիժային լեզու եւ տարբեր էթնիկական խմբեր, թեկուզ անհատական մակարդակով, տարբեր անձիկ անցում են կատարում մայրենի լեզվից այդ պրեստիժային լեզու։ Սրա հետևանքով մենք այսօր Կովկասում ներկայում ունենք 3 հանրույթ փաստացիորեն, որոնք խոսում են միևնույն լեզվով եւ որոնցից մեկը բուն թաթերն են կամ կովկասյան պարսիկները, այսինքն մահմեդական հատվածը, մենք ունենք հրեաներ, գիտենք, որ եբրայերենը, հին եբրայերենը մեռած լեզու էր արդեն իսկ Պաղեստինի տարածքներում դեռևս Քրիստոսի ժամանակներում, Քրիստոսը ինքը խոսում էր արամեերեն, եւ հրեական տարբեր համայնքներ հաստատվելով զանազան երկրներում խոսում էին տեղի հիմնական լեզուներով, ասենք մենք ունենք բազմաթիվ այդպիսի հրեական լեզուներ, եթե գանք մերձավոր արևելքի տարածաշրջան իրանալեզու տարածքներ, ապա մենք ունենք մի քանի հրեական իրանական լեզուներ, ունենք հրեական պարսկերեն Իրանի տարածքում, ունենք այս լեռնային հրեաների խումբը, որը խոսում է կովկասյան պարսկերենով, ունենք հրեական տարբեր խմբերի իրանական բարբառներ Սպահանում, Համադանում, Իրանի տարածքում եւ այլուր։ Ինչ վերաբերում է հայերին, ապա Շիրվանի տարածքում հայերը բնակվում են դեռևս Սասանյանների ժամանակաշրջանից, տեսակետ կա, որ այստեղ հայերը հաստատվել են նաեւ որպես զորականներ, զինվորականներ, գիտենք մենք Դերբենտը, ճորապահակը, հայտնի ամրություն էր, որի պաշտպանության նպատակով նաեւ հայկական զորամիավորումները Սասանյան զորքերի կազմում այս տարածքում առկա էին, եւ դրանից հետո էլ Կուրի ձախապնյակում հայերը ունեն կարևոր քաղաքական մշակութային դերակատարություն նույն Շիրվանի տարածաշրջանում եւ այստեղ բնակվող հայերն էլ անցում էին կատարել պարսկալեզվության, թաթախոսության։ Մինչեւ Ղարաբաղյան շարժումը այստեղ մենք ունենք 2 թաթախոս հայերի գյուղեր, դա նախ եւ առաջ ամենամեծ գյուղերից մեկը Շիրվանի տարածքի հայկական գյուղերից մեկը Մադրասան էր, որը հայտնի է նաեւ նախկին Խորհրդային Միության ողջ տարածքով մեկ իր հռչակավոր գինով, Մադրասա գինով, կարծեմ մինչև հիմա Ադրբեջանում այդ գինին թողարկվում է, չնայած այդ գինի սարքողները հայերն էին, մադրասեցիներն էին, եւ Քիլվար գյուղում, ավելի փոքր գյուղ, հյուսիսում Ղուբայի հատվածում, բնականաբար Ղարաբաղյան պատերազմի հետևանքով եւ բնակչության այս փոփոխությունների հետևանքով պարսկալեզու հայերը եւս, որոնք ասեմ այսպես, որոնց ավակ սերունդն էր միայն պահպանում այդ թաթերենը, այդ պարսկերեն բարբառը, դրանց մի հատվածը տեղափոխվեց Հայաստան, այստեղ հիմնելով նոր գյուղ, Դպրևան գյուղը Արագածոտնի մարզում, եւ դրանց բարբառները ուսումնասիրված են թե մահմեդական թաթերի, թե հրեական թաթերի, թե նաեւ հայախոս, կներեք, թաթախոս հայերի այս բարբառները տարբեր աստիճանների, բայց այսուհանդերձ ուսումնասիրված են։ Ինքնագիտակցության մասին մի փոքր խոսենք։ Արդյոք հրեա թաթերը իրենց համարում են հրեա, թե թաթ, թե սա մեր ձևակերպումն է։ Այսինքն ես նաև ռուսալեզու գրականության մեջ շատ հաճախ հանդիպում եմ այդ գորնոյի եվրեի կոչվածը, այստեղ փաստորեն լեռնային հրեաներ, իսկ մենք ասում ենք հրեա թաթեր։ Ձևակերպումները արդյոք մեր գիտնականներն են այսպես դրել, իրենց ինչ են զգում։ Հրեա լեռնային հրեաներ, թե հրեա թաթեր։ Ստալինյան էթնիկ քաղաքականությունը, այսպես կոչված ազգային քաղաքականությունը ունի շատ պարադոքսներ։ Դիցուկ այդ ժողովուրդների խոշորացման այդ հայտնի ծրագրի շրջանակներում որոշվել էր, որ
կովկասյան պարսիկները կամ բուն թաթերը կամ մահմեդական թաթերը պետք է կամավոր կերպով համալրեն ադրբեջանցի ժողովրդի շարքերը։ Հետևաբար Ստալինյան սահմանադրության այդ մշակումից հետո եւ դրանից հետո անցկացված մարտահամարներով այլևս թաթերը դիտարկվում էին որպես կանոն կամ գրանցվում էին ավտոմատ կերպով, նաև ստիպողաբար երբեմն որոշ դեպքերում գրանցվում էին որպես ադրբեջանցիներ։ Այսինքն հազար ներողություն, ես լսել եմ, որ Խորհրդային Միության տարիներին անձնագրի մեջ գրում էին, հա, ազգությունը, լեզգին, ավար եւ այլն եւ այլն։ Փաստորեն թաթերինը գրում էին ադրբեջանցի։ Նման հատուկ, այսպես ասած, գրաֆա կար, ինչպես ասում են ռուսերենում, հատուկ տող կար, որտեղ ազգությունը լրացվում էր խորհրդային անձնագրերում եւ թե լեզգիների, թե ավարցիների պարագայում էլ շատերին գրում էին ադրբեջանցի, բայց այսուհանդերձ այդ ազգությունը գրանցվում էր, թաթերի դեպքում էլ որոշ քանակ գրանցվում էր, բայց թաթերի հիմնական մասը ավտոմատ կերպով գրանցվում էին որպես ադրբեջանցիներ։ Իսկ թաթ եզրը տեղափոխվել էր Հյուսիսային Կովկասի, Դաղստանի տարածաշրջանում եւ այսօրվա Ադրբեջանական Հանրապետության հյուսիսում բնակվող այդ լեռնային հրեաների վրա, որովհետեւ գիտեք Խորհրդային Միության մի ժամանակահատվածում կար նաեւ հակահրեականության դրսևորում եւ այս տեսանկյունից տեղի հրեաներին էլ ձեռնտու էր հանդես գալ թաթ անվան տակ։ Այսինքն պարադոքսալ մի իրավիճակ ունենք, երբ թաթերը ադրբեջանցի էին, հրեաները թաթեր էին։ Եվ այդպիսի կազուսներ Խորհրդային Միության պատմությունը շատ է տեսել, ոչ միայն Խորհրդային Միության պատմությունը, բայց կոնկրետ քանի որ խոսում ենք այս տարածքների մասին, բնականաբար դրան ենք անդրադառնում։ Հայ թաթերի կրոնը, այսինքն մենք ասում ենք իսլամ համշենցիներ, հայերեն, բայց կրոնը իսլամ է։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են մեր թաթախոս հայերը եւ որևէ այլ հատկանիշով չեն տարբերվում մնացյալ հայերից, բացի այն, որ պահպանում են եւ ժամանակին դա եղել է նրանց միակ լեզուն, այս կովկասյան պարսկերեն խոսվածքը։ Հիմա ինչ վերաբերում է ձեր նախորդ հարցի պատասխանին, թե արդյոք ովքեր են իրենց համարում հրեա թաթերը, հրեաներ, թե թաթեր, ապա այստեղ հենց լեռնային հրեաների կամ հրեա թաթերի ներսում կա բավական ակտիվ քննարկում։ Արդյոք նրանք պարսիկներ են հրեադավան դարձած, թե հրեաներ են պարսկալեզու դարձած, եւ այս քննարկումները շարունակվում են, կան տարբեր խմբեր, որոնք տարբեր կարծիքներ ունեն, այսուհանդերձ գերիշխող է այն կարծիքը, որ նրանք հրեաներ են, որոնք անցել են պարսկախոսության։ Սակայն մենք գիտենք, որ հրեան դա կրոն է, այսինքն եթե ես վաղ որոշեմ, որ ես դառնում եմ հրեա, պետք է ընդունեմ հուդիզմը եւ կան սևամորթ հրեաներ, այսինքն նաեւ կրոնը թույլ է տալիս ազգություն ձեռք բերել, այսպես ասեմ։ Այսինքն կրոնական պատկանելությունը համար 1 մարկերն է, համար 1 ցուցիչն է այս պարագայում համարվելու տվյալ էթնոսի ներկայացուցիչ։ Լեռնային հրեաները նույնպես հուդայականության կամ Մովսեսի ուսմունքի հետևորդ են եւ այս առումով դավանական առումով չեն տարբերվում մնացյալ հրեաներից, բայց լեզվական պատկանելության առումով նրանց համար որպես մայրենի լեզու հանդես է գալիս պարսկերենը, կովկասյան պարսկերենը, բնականաբար խորհրդային տարիներին լայն տարածում ստացավ նաեւ ռուսերենը։ Այսինքն մենք ունենք փաստացիորեն հայեր, որոնք խոսում են այդ լեզվով, հրեաներ, որոնք խոսում են այդ լեզվով եւ պարսիկներ, որոնք խոսում են այդ լեզվով։ Հայերի պարագայում ինքնության խնդիր չկա, որովհետև մադրասայի բնակիչները որևէ կերպ իրենց չեն ասոցացնում, թեև խոսում են նույն լեզվով, բայց իրենց չեն ասոցացնում այդ լեզվով խոսող այլ հանրույթների հետ, այլ բացառապես իրենց համարում են հայեր։ Մահմեդական թաթերի պարագայում կա որոշակի ինքնության ճգնաժամ, այսինքն այդ 100-ամյա գրեթե քաղաքականությունը վերջիններից ձուլելու, ուծացնելու, վերջիններից ինքնությունը ապամոնտաժելու ուղղությամբ տվել է որոշակի արդյունքներ, բայց ունենք նաև դրա հակազդեցությունը, որի մասին կարող ենք խոսել, հրեաների մասին, որոնք խոսում են միևնույն լեզվով, կարելի ասել, որ նրանց ներսում կա ինքնության շուրջ որոշակի բանավեճ։ Այս պահին մոտ ինչ որ թվականակ ունենք, որքան թաթեր են, այսպես թաթախոս կամ ժողովուրդներ են ապրում Ադրբեջանի տարածքում եւ արդյոք այնտեղ մնացել են հայերի որոշ հատվածներ, թե ամբողջությամբ տեղափոխվել են այստեղ։ Մենք Ադրբեջանական Հանրապետությունում սկսեմ վերջից չունենք այլևս թաթախոս հայեր։ Մենք ունենք պատմական տվյալներ, որ այսօրվա Ադրբեջանական Հանրապետության տարածքում մինչեւ այժմ պարսկերեն կամ թաթերեն խոսող գյուղերի մի հատվածը նախկինում բաղկացած է եղել
հայաբնակ գյուղերից, այսինքն դրանք ենթարկվել են մահմեդականացման, բռնի մահմեդականացման եւ կորցրել են հայկական ինքնությունը, բայց մենք ձեզ հետ մեկ այլ հաղորդման մեջ ենք խոսել, իրենց հարևանները բավական լավ հիշում են, որ սրանք նախկին հայեր են եւ այդպիսի մի քանի գյուղ կա Շիրվանի տարածաշրջանում, որոնց դեպքում հարևան գյուղերի թաթ բնակիչները դեռևս հիշում են, որ սրանք նախկին հայեր են։ Մենք ունեցել ենք քրիստոնյա թաթերի համայնք Աբշերոնում պատմականորեն։ Ունենք հստակ պատմական տվյալ Ալբաքովի, որը գրում է բառացիորեն, որ բացի Բաքվից Աբշերոնյան մյուս բնակավայրերը քրիստոնյաներ են։ Արդյոք դրանք հայեր են եղել, թե այլ դիցուկ պարսիկներ, որոնք կարող են քրիստոնյա լինել, հստակորեն չեն կարող պնդել, բայց Աբշերոնի տարածքում, Բաքվի անմիջական մերձագայքում մենք ունեցել ենք հայկական սրբատեղիներ, ասենք Բուզովնա գյուղում Սուրբ Եղիայի նշանավոր ուխտատեղին, որը դատելով ճարտարապետների գնահատականներից վերաբերում է Միշնադարին, այսինքն Միշնադարից սկսած մենք ունեցել ենք այդտեղ ներկայություն եւ հետագայում է միայն, որ հայերը Լեռնային Շիրվանի տարածքներից, այդ թվում պարսկալեզու հայերը դուրս են մղվել։ Դրանց մի հատվածը իդեպ տեղափոխվել է Հյուսիսային Կովկաս Պետրոս Մեծի արշավանքների այդ արդյունքում Ռուսաստանում ապաստան գտնելով եւ մենք Հյուսիսային Կովկասի այդ տարածաշրջանում կամ հարավային Ռուսաստանում ժամանակին նույնպես ունեցել ենք այդ լեզվով խոսող գյուղեր եւ այդ գյուղերի շարքույց կարելի է հիշել դիցուկ Կիզլիարը հայտնի այդ բնակավայրը, որը եղել է Բուդիոնովսկը, Սուրբ Խաչը եւ այլն եւ այլն։ Ինչ հարաբերություններ այսօր մենք շատ հաճախ խոսում ենք, որ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ պետք է բարեկամական այսպես հարաբերություններ հաստատել, հնարավոր պատերազմ, հնարավոր դաշնակիցներ թեմայով։ Ինչ հարաբերություններ կարելի է հաստատել թաթերի հետ, արդյոք ինչ թվականակ է դա եւ քանի որ նշեցիք Ադրբեջանում անընդհատ զուլման քաղաքականություն է գնում, արդյոք սա մի փոքր մեր չափազանցությունը չէ, հա, որ ունեն ազգային ինքնագիտակցություն կամ փորձում են, ինչպես հաճախ թալիշներն են դա անում։ Ինչպես է եւ հարաբերությունները նրանց լեզգիների ավարտների հետ։ Հստակ թվականակի մասին մենք չենք կարող խոսել, բայց կան անկախ հետազոտողների ուսումնասիրություններ, մասնավորապես ամերիկյան սոցիոլեզվաբանների անցկացված հետազոտություններ, որոնց հիման վրա մենք կարող ենք խոսել մոտավորապես, որպեսզի ավելի վատատեսական գնահատական տամ ես, գործընթացին 500 միլիոն բնակչության մասին, վատատեսական գնահատականով, բնակչություն, որի հատկապես հյուսիսային հատվածը բավական հստակ պահպանում է իր ինքնությունը, խոսքը գնում է Լեռնային Շիրվանի տարածաշրջանի, հատկապես Ղուբայի մասին եւ մենք ունենք նաեւ հստակ տվյալներ հենց տեղից, որի համաձայն տարբեր գյուղերում երեխաները սկսում են ադրբեջաներեն խոսել կամ այդ լեզվին ծանոթանալ միայն դպրոց գնալուց, այսինքն լեզվական իրավիճակը շատ շրջաններում բավարար է, եթե չասենք լավ է, այդ նշանակում է, որ լեզուն կենդանի է, եթե երեխան մինչև դպրոց գնալը ադրբեջանախոս չէ։ Մենք ունենք թաթական ինքնության տարբեր տարրեր, նաև թյուրքախոսության անցումից հետո, մասնավորապես այսպես կոչված ադրբեջաներեն եզրը ասեմ, դաղլը, որը նշանակում է բառացիորեն լեռնացի, որով շատ դեպքերում թյուրքալեզուները բնորոշում են հենց նույն կովկասյան պարսիկներին կամ թաթերին, այս լեռնացիները, որոնք հաստատվել են Բաքվում Խիզիի տարածաշրջանից, Բաքվի հատկապես Յասամալի շրջանում, իրենց էթնիկական ինքնությունը վերաձևակերպել են տարբեր, այսպես ասեմ, գողական կառույցների մակարդակով եւ շատ դեպքերում թաթական ինքնությունը արտահայտվում է քրեական կրիմինալ տարբեր խմբավորումների միջոցով, դիցուկ վերջին շրջանում լուսանկար էր տարածվել, որտեղ գրված էր, որ այս տարածքը վերահսկում են դաղլիները եւ այլն, այսինքն մենք ունենք ինքնությունների մի քանի տարատեսակներ կովկասյան պարսիկների պարագայում, ինքնություն, որը տրանսֆորմացիա է ենթարկվել, ինքնություն, որը ավելի հստակ է տարբեր խմբերի շրջանում տարբեր ինքնություններ, բայց կա նաև քաղաքական ինքնություն, ինչքան էլ տարօրինակ կարող է հնչել, խոսքը մասնավորապես գնում է Շիրվանի ազատագրության ճակատ կազմակերպության մասին, որը տարբեր հայտարարություններ է տարածում զանազան
ներկայացվածություն ունի զանազան սոցիալական ցանցերում, այլ թաթական խմբեր կան սոցիալական ցանցերում ներկայացված լեզվի խնդիրներով զբաղվող, մշակութային, հասարակական այլ խնդիրներով զբաղվող, հետևաբար մենք առայժմ խոսել համաթաթական ընդհանուր, այսպես ասած, բյուրեղացած ինքնության մասին չենք կարող, բայց մենք կարող ենք խոսել մի քանի խմբերի, թաթական խմբերի մեջ առկա նույնիսկ քաղաքական ինքնության մասին, քաղաքական ինքնություն, որը չի ժխտում հայերի հետ համագործակցության հնարավորություն։ Շնորհակալություն, հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք լսում եք քաղաքակրթությունից քաղաքականություն հաղորդաշարը, թաթերի մասին էինք խոսում, թեման կշարունակենք մեր հաջորդ թողարկման ընթացքում։ Տաղավարում աշխատում էր Հայգու Հիմինասյանը, իսկ հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն էր։ Հաջողություն։